Սա Ջորդան Փիթերսոնի կյանքի 12 օրենքները գիրքն է։ Ես այս գիրքը կարդացել եմ մոտավորապես 1 տարի առաջ։ Այս գրքում ներկայացվում են կյանքի կարևորագույն 12 օրենքները, որոնք մեզ անհրաժեշտ են ավելի արդյունավետ կյանքով ապրելու համար։ Պարզապես խնդիրն այն է, որ ես չեմ կարողանում հիշել այդ օրենքներից գոնե մեկը։ Այս մեկը կոչվում է «Սա է մարքեթինգը», հեղինակը Սեթ Գոդինն է։ Դե այս գիրքը բնականաբար մարքեթինգի մասին է։ Պարզապես մարքեթինգի մասին է։ Իսկ այս մեկն ունի շատ հետաքրքիր վերնագիր, կոչվում է «Միացրեք ձեր ուղեղը»։ Ես այն կարդացել եմ 1 ամիս առաջ։ Ինչի մասին է այս գիրքը։ Դե այն մասին է, որ պետք է միացնել ուղեղը։ Այս գրքից ես ուրիշ ոչինչ չեմ հիշում։ Ձեզ ծանոթ է այս իրավիճակը։ Դուք կարդում եք գիրքը, վայելում եք ընթերցանության ամեն րոպեն, խորասուզվում եք ինֆորմացիայի մեջ, բայց գիրքը փակելուց անմիջապես հետո, երբ փորձում եք հիշել, թե ինչ էր այնտեղ գրված, բացահայտում եք, որ ձեր ուղեղում մնացել է միայն գրքի վերնագիրը եւ հեղինակի անունը։ Սա երբեմն հիասթափեցնում է եւ դուք ընթերցանությունը համարում եք անտեղի ժամանակի կորուստ։ Նախ ասեմ, որ ընթերցանությունն ամենևին էլ ժամանակի կորուստ չէ, եթե նույնիսկ դուք չեք կարողանում մտապահել ինֆորմացիան այնքան, որքան կցանկանայիք։ Դուք չեք կարդում միայն նրա համար, որպեսզի հիշեք ամբողջ ինֆորմացիան։ Կարդալը մարդու վրա ազդում է բազմաթիվ ձևերով՝ մտավոր, հոգեբանական եւ նույնիսկ ֆիզիկական մակարդակներում։ Կարդալը բարելավում է հիշողությունը, կենտրոնացումը, տրամաբանական մտածողությունը եւ վերլուծական հմտությունները։ Այն օգնում է նաեւ ընդլայնել բառապաշարը եւ արտահայտման ձևերը։ Գրքերը կարող են փոխել մարդու աշխարհայացքը, խորացնել կարեկցանքը, օգնել հաղթահարել ստրեսը կամ հասկանալ սեփական զգացմունքները։ Կարդալը թույլ է տալիս ծանոթանալ տարբեր մշակույթների, գաղափարների եւ մտածելակերպի, ինչը զարգացնում է մարդուն որպես անհատ եւ օգնում է ավելի լավ հասկանալ թե իրեն, թե ուրիշներին։ Իսկ ինչպես ենք մենք ընդհանրապես մտապահում ինֆորմացիան։ Ինֆորմացիան մեր զգայարանների միջոցով ներթափանցելով մեր ուղեղը անցնում է մի քանի կարևոր պրոցեսներով, մինչ այն վերջնականապես կպահպանվի այնտեղ։ Փոխանցվելով մեր հիմնական զգայարանների միջոցով, ինֆորմացիան վերածվում է էլեկտրական ազդակների, որոնք ի վերջո հաղորդվում են ուղեղին։ Անցնելով կարճաժամկետ հիշողության մեջ, ինֆորմացիան սկսում է վերամշակվել, մինչ այն կտեղափոխվի դեպի երկարաժամկետ հիշողություն։ Ուղեղը սկսում է կոդավորել տվյալ ինֆորմացիան, համեմատել արդեն պահպանված ինֆորմացիայի հետ, ենթարկում է վերլուծության, ստեղծելով գաղափարներ, հիպոթեզներ կամ ստիպում ձեզ կայացնել որոշումներ, որից հետո արդեն վերամշակված ինֆորմացիան ուղեղի միջոցով ազդակներ է ուղարկում ձեր նյարդային համակարգին, ինչն էլ վերածվում է վարքագծային կամ կոգնիտիվ ազդակների։ Մարդու հիշողության արդյունավետությունը կախված է տարբեր գործոններից, ինչպիսիք են ինֆորմացիայի տեսակն ու ներկայացման ձևը, անհատի ուշադրության մակարդակը, կրկնության հաճախականությունը եւ ամենակարևորը հուզական ներգրավվածությունը։ Ըստ Միլլերի օրենքի, որն ի դեպ սահմանել է ամերիկացի հոգեբան Ջորջ Միլլերը, մարդու կարճաժամկետ հիշողության սահմանը մոտավորապես 5-ից 9 միավոր է։ Եթե օրինակ մարդու ուշադրությունը կենտրոնացած է 10-ից 12 տարի վրա, ապա նա հիշում է դրանց 50-ից 80%-ը։ Եթե տեղեկատվությունն ավելին է օրինակ 50 միավոր, ապա կարճաժամկետ հիշողությունը պահպանում է միայն 10-ից 20%-ը։ Ըստ վիճակագրության, գիրքը ընթերցելուց անմիջապես 1 շաբաթ անց, կրկնության բացակայության դեպքում դուք մտապահում եք ամբողջ ինֆորմացիայի միայն 10-ից 20%-ը։ Գերմանացի հոգեբան Հերման Էբինգհաուսը ուսումնասիրել է, թե որքան արագ ենք մենք մոռանում նոր սովորած տեղեկությունը։ Նա ստեղծեց իմաստազուրկ վանկերի ցուցակներ, սովորեց դրանք եւ ժամանակ առ ժամանակ փորձեց վերհիշել։ Նրա ուսումնասիրությունների արդյունքում ստացվեց այսպես կոչված մոռացման կորը, որը ցույց է տալիս, որ առանց կրկնելու տեղեկությունը արագորեն մոռացվում է առաջին ժամերի ընթացքում։ Մեր ուղեղը շատ արագ է մոռանում նոր ինֆորմացիան։ Հերման Էբինգհաուսի փորձերը ցույց տվեցին, որ սովորելուց մոտ 1 ժամ անց մենք կարող ենք կորցնել ստացած տեղեկատվության 50%-ը։ Երբ ես կարդում եմ գիտական, ինքնազարգացման կամ բիզնես ժանրի որևէ գիրք, ապա ինձ համար կարևոր է մտապահել որքան հնարավոր է շատ ինֆորմացիա։ Երկար տարիներ ես կարդում էի այդ գրքերը, փորձում էի լինել հնարավորինս ուշադիր, սակայն 1 շաբաթ անց ես կարող էի հիշել ընդամենը մի քանի դրույթներ այդ գրքից։
Իսկ մի քանի ամիս անց ես հիշում էի միայն գրքի հեղինակին եւ վերնագիրը։ Իհարկե պետք չէ ընկնել ծայրահեղության մեջ։ Եթե դուք կարդացել եք որևէ գիրք եւ կարողացել եք հիշել այդ գրքից միայն մեկ նախադասություն ու այդ նախադասությունը փոխել է ձեր կյանքը, ապա դուք կարիք չունեք ավելին հիշելու տվյալ գրքից։ Սա նշանակում է դուք ստացել եք այն, ինչ ձեզ անհրաժեշտ էր։ Բայց եթե ամեն դեպքում դուք կցանկանայիք մտապահել ավելի շատ ինֆորմացիա, ապա առաջարկում եմ ձեզ այն մեթոդը, որին հետևում եմ ինքս եւ որը կարող եմ ասել իմ ընթերցանության եւ ինֆորմացիան մտապահելու որակը հասցրել է 10-ից 20%-ից մինչեւ 90%։ Սովորաբար ես կարդում եմ տարբեր գրքեր, սկսած գեղարվեստական գրականությունից մինչեւ ինքնազարգացման, հոգեբանական, փիլիսոփայություն, աստվածաբանություն եւ այլն։ Առաջինը, ինչ պետք է անել որևէ գիրք կարդալիս, դա հստակեցնել նպատակը։ Ինչու եք դուք ցանկանում կարդալ այդ գիրքը։ Որն է ձեր սկզբնական դրդապատճառը այդ գիրքը կարդալու։ Այսպիսի մոտեցումը կօգնի ձեզ կարդալու ընթացքում ուշադրություն դարձնել ձեզ անհրաժեշտ ինֆորմացիայի վրա, բաց թողնելով այն, ինչ տվյալ պահին անկարևոր է, որը կթեթևացնի նաև ընթերցանության ընթացքը։ Երբ դուք գիտեք, թե ինչու եք կարդում եւ ինչպիսի ինֆորմացիա եք ի սկզբանե փորձում գտնել տվյալ գրքում, ապա դուք արդեն նախապատրաստում եք ձեր ուղեղին կենտրոնանալ բացառապես այն հատվածների վրա, որը համապատասխանում է ձեր առջև դրված նպատակին։ Խուսափելով ավելորդ ինֆորմացիայից, այս դեպքում հավանականությունը շատ ավելի մեծ է, որ դուք կավարտեք տվյալ գիրքը եւ այն ձեզ ավելի քիչ ձանձրույթ եւ ավելի շատ հաճույք կպատճառի։ Որպեսզի ճշգրիտ հասկանաք ձեր նպատակը, տվեք ինքներդ ձեզ այս հարցերը. Ինչ եմ ես փնտրում այս գրքում, որը կարող է օգտակար լինել իմ կյանքի այս փուլում։ Հաջորդ հարցը՝ իմ կյանքի որ բնագավառում եմ ցանկանում ինչ-որ բան փոխել։ Այս հարցերը ձեզ համար կբացահայտեն կարդալու ձեր հիմնական դրդապատճառը եւ կօգնեն իհարկե ինֆորմացիան հիշելու հարցում։ Հաջորդ քայլը դա ծանոթությունն է։ Մինչ դուք կսկսեք բուն ընթերցանությունը, սկսեք ծանոթանալ գրքի հետ։ Կարդացեք վերնագիրը, հեղինակի անունը, այնուհետև գրքի կարճ ծանոթագրությունը։ Սկսեք կարդալ պարբերությունների վերնագրերը։ Եթե գիրքն ունի նախաբան, ապա սկսեք կարդալ նախաբանը։ Գրքի հետնամասում սովորաբար նույնպես լինում են ծանոթագրություններ եւ կարծիքներ տվյալ գրքի մասին։ Կարդացեք դրանք նույնպես։ Այս ամենից հետո սկսեք բուն ընթերցանությունը։ Արդյունավետ կարդալու եւ ինֆորմացիան հիշելու համար ես սովորաբար ընթերցանության ընթացքում օգտագործում եմ մարկերներ, էջանշաններ, գրիչներ, որոնք ինձ օգնում են անել նշումներ եւ կենտրոնանալ ինձ անհրաժեշտ ինֆորմացիայի վրա։ Այլ կերպ ասած, կոնսպեկտավորել գիրքը։ Տարբեր գույներով ես նշում եմ այն ինֆորմացիան, որն ինձ համար անհրաժեշտ է եւ որը ես հետագայում կցանկանայի անպայման մտապահել։ Սա ի դեպ օգնում է ձեզ կարդալ գրքերը մի քանի անգամ ավելի արագ եւ ավելի արդյունավետ։ Կարդալու ընթացքում ես ոչ միայն ընդգծում եմ անհրաժեշտ հատվածները, այլ նաեւ անում եմ նշումներ, գրառումներ, որոնք ինձ հետագայում կօգնեն ավելի արագ եւ հեշտ վերամշակել եւ դուրս բերել ինֆորմացիան։ Այս մեթոդը զարգացնելու եւ կիրառելու դեպքում դուք տվյալ գրքի ինֆորմացիան հիշելու համար այլևս երբեք կարիք չեք ունենա վերադառնալ եւ նորից կարդալ այն։ Երբ արդեն ավարտել եք գիրքը, սկսում է ամենահետաքրքիր եւ կարեւոր փուլը։ Դուք դուրս եք բերում ինֆորմացիան։ Կան ինֆորմացիան դուրս բերելու երկու տարբեր եղանակներ, որոնցից դուք կարող եք ընտրել ձեզ ամենահարմարը։ Դուք կարող եք ինֆորմացիան պարզապես դուրս բերել որևէ նոթատետրի մեջ կամ անել դա անմիջապես համակարգչում եւ առանձնացնել պարբերությունները տարբեր գույներով կամ ընդգծել կարևոր բանալի բառերը։ Եվ երբ սա անում եք, հնարավոր է, որ դուք 3-ից 400 էջանոց գիրքը կոնսպեկտավորեք ընդամենը 15 էջում, որն էլ հանդիսանում է հենց այն բազային ինֆորմացիան, որն իրականում ձեզ անհրաժեշտ է այս գրքից։ Երբ արդեն ամբողջական ինֆորմացիան առանձնացված է, դուք կարող եք այն ինքներդ բաժանել պարբերությունների, դնել ձեր իսկ նախընտրած վերնագրերը, բաժանել գլուխների եւ այլն։ Այսինքն, պարզեցնել եւ համակարգել ինֆորմացիան որքան հնարավոր է։ Իդեպ հենց այս process-ի ընթացքում դուք արդեն սկսում եք եւս մեկ անգամ վերանայել կարևոր մտքերը եւ այն, ինչ դուք համակարգում եք թղթի վրա, աստիճանաբար համակարգվում է նաեւ ձեր ուղեղում։ Մյուս ոչ պակաս արդյունավետ մեթոդը դրանք քարտային գրառումներն են։ Դուք պատրաստում եք փոքրիկ քարտեր եւ նույն սկզբունքով սկսում եք առանձնացնել ձեզ համար կարևոր մտքերը, այս անգամ արդեն քարտերի տեսքով։
Յուրաքանչյուր քարտի վրա կարող եք առանձնացնել ձեր նախընտրած պարբերությունը, տալ դրանց ենթավեռնագրեր եւ եթե նոթատետրի դեպքում դուք ավելի շատ տեքստ եք ընդգրկում ձեր կոնսպեկտում, ապա քարտերի դեպքում որքան հնարավոր է դուք տեքստը մասնատում եք ենթավեռնագրերի, բանալի բառերի, կարող եք նույնիսկ անել նկարազարդումներ, եթե դրանք կօգնեն ձեզ ավելի հեշտ մտապահել տեքստը։ Երբ ինֆորմացիան արդեն դուրս է բերված, ձեզ մնում է միայն ժամանակ առ ժամանակ աչքի անցկացնել քարտերը կամ նոթատետրը։ Եվ որքան հաճախ դուք աչքի անցկացնեք ձեր գրառումները, այնքան ավելի շատ եւ ավելի երկար դուք կարող եք մտապահել ինֆորմացիան։ Եվս մեկ կարևոր փուլ, որը պետք է հաջորդի այս ամենին, դա ինֆորմացիան ուրիշներին պատմելն է։ Պատմեք ձեր ընկերներին այն նյութը, որը յուրացրել եք տվյալ գրքից։ Իսկ ինչու ենք մենք ավելի լավ հիշում ինֆորմացիան, երբ այն պատմում ենք ուրիշներին։ Սա կապված է մի քանի ճանաչողական մեխանիզմների հետ։ Երբ մենք ինֆորմացիան պարզապես կարդում կամ լսում ենք, այն հաճախ մնում է մակերեսային մակարդակում։ Սակայն երբ փորձում ենք այն բացատրել մեկ ուրիշին, ստիպված ենք լինում այն վերամշակել, հասկանալ եւ վերակառուցել մեր սեփական խոսքերով ներկայացնելու համար։ Մեր ուղեղը ավելի լավ է մշակում ինֆորմացիան, երբ այն կապված է սոցիալական միջավայրի հետ։ Մյուսների հետ կիսվելը ստեղծում է ավելի ուժեղ հիշողության կապեր։ Պատմելու ընթացքում մենք ոչ միայն լսում ենք մեր ձայնը, այլև պատկերացնում ենք ասածը, ինչը ստեղծում է հիշողության լրացուցիչ ուղիներ, վիզուալ, վերբալ եւ նույնիսկ հուզական։ Հենց ուրիշներին պատմելու ընթացքում է, որ դուք կրկնում եք ինֆորմացիան, ինչը հիշողությունը ամրապնդելու լավագույն մեթոդներից մեկն է։ Այս մեթոդները կիրառում են բազմաթիվ հայտնի գրողներ, խոսնակներ, գործարարներ, մեկ բառով ասած ընթերցողներ։ Այն ձեր կարդալու արդյունավետությունը կբարձրացնի մեկ այլ մակարդակի վրա եւ կողջևորի ձեզ ավելի շատ կարդալ։ Փորձեք այս մեթոդները, աստիճանաբար հարմարեցրեք այն ձեզ, արեք այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ եք համարում, որպեսզի մեթոդը ձեզ համար ավելի ընկալելի լինի, ավելի գրավիչ եւ մոտիվացնող։ Շնորհակալություն, որ դիտեցիք այս հոլովակը։ Կիսվեք այս հոլովակով ձեր ընկերների հետ, գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը եւ իհարկե, եթե դեռ չեք բաժանորդագրվել ալիքին, ապա հիմա կարող եք բաժանորդագրվել եւ սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մյուս հոլովակները։ Առայժմ